Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումներին։ Բարեկամներ, ձեր անմիջական մասնակցությունը մենք միշտ զգում ենք եւ ինչպես արդեն նշել եմ, մենք սկսենք շարքը, որ ուղղակի կպատրաստենք այն ուտեստները, որոնք դուք կցանկանաք եւ մենք դրա համար պատրաստ ենք, որ ձեր առաջարկները լսենք։ Բայց այսօր մենք պատրաստում ենք մի ուտեստ մեր ազգային խոհանոցից եւ նորություն, որպես այդպես պիտի մատուցենք իմ հյուրի հետ, իմ հյուրն է ձեզ քաջածանոթ, հարգելի հեռուստադիտողներ, հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ, Աֆրիկյանների Պանդոկ ռեստորանի ավագ խոհարար, իմ լավ բարեկամ Գրիշա Անտինյանը։ Ողջույն Գրիշա, ինչպե՞ս ես։ Մարտական, ինչպես միշտ։ Այդ այսինքն քանի որ մենք միշտ նշում ենք, որ այս դարը մերն է լինելու, հաղթանակների դարն է լինելու, դու միշտ մարտական ես ներկայացնում։ Այո։ Բարեկամներ, Գրիշայի հետ մենք պիտի պատրաստենք մի հետաքրքիր ուտեստ, որը դասվում է հրահամ տապականների շարքին։ Խնդրեմ բաղադրությունը։ Հավի կրծքամիս, սպանախ, դեղց, իհարկե կոնյակ, աշտարակ սոուս։ Շատ քիչ բաղադրության մասեր, բայց հետաքրքիր եւ համեղ կերակուր։ Բայց այստեղից ինչ ենք դնելու։ Վերջում։ Այո, վերջում, որպեսզի համեմենք, համեմելու ենք սիրով, ժպիտով եւ հոգով։ Գնացինք։ Ես մտածում եմ մի համեմունք էլ ավելացնեմ հայրենասիրությունը։ Կավելացնենք, դա պիտի միշտ մեզ հետ լինի։ Դեղցը ինչպես ենք կտրում։ Դեղցը կտրում ենք խորանարդաձև։ Ինչի խորանարդաձև։ Որովհետև հավի կրծքամիսն էլ ենք կտրելու խորանարդաձև։ Ախ, այդպես, շաքարի մեծության։ Այո, բայց ոչ շաքարի։ Հիշում ես են մեր ժամանակվա շաքարները։ Բայց շաքարի մեծությունը շատ մեծ էր, հիմա մի քիչ ավելի փոքր են։ Դե հիմիկվա շաքարի մեծություն։ Հիմիկվա շաքարի, հա։ Կրծքամիսը կտրել ենք արդեն, հիմա այստեղ մեր տապակը տաքացել է, բուսայուղը ավելացնենք։ Տաք վիճակում։ Բազմիցս ասել ենք, չէ, որ տապակը պետք է տաք լինի, որպեսզի արագ կեղևապատվի։ Ասել ենք, բայց լսողնով է Գրիշա։ Ինչի մեզ վինսում է, մեզ լսում են։ Մեզ լսում են, մեզ հետևում են, այնպես որ… Եվ համոզված եմ, որ խոհարարության բնագավառում մեր կարծիքը հաշվի են առնում։ Հա։ Ապրես դու։ Կեղևապատեցինք։ Շատ արագ պատրաստվող կերակրատեսակ է Միչայելոց։ Ես ուզում եմ սպանախը ձեռքով։ Ճիշտ եմ վարվում։ Իհարկե։ Այսինքն մենք պիտի աշխատենք, որ բոլոր կողմերից շտապ կեղևապատվի։ Ահա, արդեն կեղևապատվել է, ավելացնում ենք դեղցը։ Մի փոքր էլ դեղցի հետ թող կապվի։ Գրիշան կողմնակիցն է, որ որքան շուտ մեր խոհանոցը տանենք դեպի ժամանակակից սպասարկում ասենք, չասենք եվրոպական ոչ, այնքան լավ, բայց իմ կարծիքով ամեն ինչի մեջ ճիշտը էվոլյուցիան է։ Մենք նախ եւ առաջ պիտի հավաքագրենք, նախ եւ առաջ պիտի դեռ հասկանանք բոլորը մեր հզորագույն խոհանոցի այդ բոլոր փշուրները հավաքենք, նոր պիտի արդեն սկսենք բաժնային, սկսենք այդ այլ տեխնոլոգիաներ օգտագործել, համաձայն չես։ Ես համաձայն եմ, բայց նաև համաձայն եմ, որ իրոք մեր խոհանոցը արդեն եղածով կարելի է դուրս գալ դուրս եւ ցույց տալ, թե ինչի է ընդունակ հայկական խոհանոցը։
Գրիշան, այդ ճանապարհին ենք, իհարկե այդ ճանապարհին ենք, բայց կարծում եմ կամաց հոգ չէ նույնիսկ որ մենք չհասցնենք։ Մեզանից հետո եկող այդ սերունդը ավելի բանիմաց, ավելի շատ ինֆորմացիա ունեցող, չէ՞։ Իհարկե, բան չունեմ ասելու։ Այո։ Բայց ցանկալի կլներ որ մենք էլ տեսնեինք դա։ Արդեն կտրտել ես, չէ՞, սոցիալ։ Իհարկե։ Քանի որ մեր դեղսն է արդեն տապակվել, ավելացնենք սպանախը։ Սպանախի իսկական ժամանակն է, չէ՞ Գրիշ։ Թողենք մի փոքր տապակվի սպանախը փափկի ու Սպանախը արդեն փափուկ է։ Եթե հիմա ես համաձայնվեմ քեզ հետ, պիտի մեր հերոստատողները ասեն այն կողմից, չէ՞ որ դուք ասում եք, որ սպանախը երկար տապակել չի դե երկար չենք տապակում, ընդամենը 1-2 րոպե։ Այս վիճակում էլ աշխատում ենք։ Անուղղելի լավատես։ Հենց այսպես էլ ապրում ենք, հա։ Ինչպես նշանավոր երգում է ասում։ Խնդրեմ գտալը, Արդեն խնդրեմ աշտարակ սոուսը։ եկել է համեմելու ժամանակը։ Ծոցագրպանից ինչ պիտի համեմես։ Տափաշիշը։ Կոնյակով։ Արդեն կոնյակն ենք լցնում եւ հուր ենք տալիս։ Ինչի համար էլ այս ուտեստը կոչվում է հրահամ տապակա։ Խնդրում եմ կափարիչը տաս։ Ֆրանսերեն ոնց էր կոչվում։ Ֆլամբե։ Ծածկում ենք մի քիչ իր կոնյակի բույրը մնում է մեջը եւ վերջում իհարկե հիմա արդեն մեր կերակուրը պատրաստ է։ Ավելացնենք մի փոքր կարագ, խնդրում եմ գտալ դուր Սցակ ջան։ Ինչպես տեսաք, հարգելի հեռուստադիտողներ, մենք կարագը նախապես չգցեցինք, այլ ավելացնում ենք վերջում, որպեսզի կարագի բույրն էլ լինի մեր կերակրատեսակում։ Լոլիկն էլ ամենավերջում։ Եվ մեծ գտալը ուր է, Ուր է Գրիշայի մեծ գտալը, խնդրեմ։ Ամեն ինչ իր տեղում է, ամեն ինչ իր գույնով, հետևաբար նաև բույրով, չէ՞։ Իհարկե։ Նորից պիտի հիշեցնեմ, հավիկս կամից նախորոք համեմված տապակեցինք ձեթի մեջ, այնուհետև ավելացրինք սպանախ, թարմ, աշտարակ սոուս, թեթևակի այսպես շոքի արելուց հետո, ավելացրինք կոնյակ, բոց տվեցինք։ Իհարկե մի քիչ մեր Եվ- լավաշները։ Եվ ուտեստը արդեն պատրաստ է, հացափունջ, ինչպես ես հապարտորեն միշտ նշում եմ հացերի հացը, չորացրած եւ տապակված լավաշը եւ ուտեստը պատրաստ է, հրահամ տապակա, կարող ենք անվանել նաեւ ահրույք։ Խնդրեմ Գրիշային ցանկություն ունես մեր հեռուստատողներին հղելու համար։ Գրքին ու գրքին ցանկանում եմ, որպեսզի մեր հեռուստադիտողները չմոռանան մեր ազգային կերակրատեսակները եւ ինչու՞ չէ նաեւ ստեղծագործեն ազգային ոճի մեջ խոհանոցում։ Հարգելի հեռուստատիտողներ, չմոռանաք մեր ազգային խոհանոցը եւ ստեղծագործեք ազգային ոճի մեջ, շատ ճիշտ է ասված, մեր մշակույթի, մեր արվեստի բոլոր ճյուղերը ազգայինի մեջ ստեղծագործելով զարգացնում են այս կամ այն ճյուղը մեր մշակույթի։ Մենք էլ պիտի խոհարարներով զարգացնենք մեր այդ ճյուղը։ Շնորհակալություն ձեր կողմից, ձեր անունից եւս մեկ անգամ շնորհակալություն Գրիշային, ցանկանանք որ նա երբեք ու երբեք չմոռանա, որքան էլ որ վստահ լինենք։
Ապրես Յուրիշա ջան։ Շնորհակալություն։ Բարեկամներ, հաղորդման ավարտն է արդեն ցավոք սրտի եւ հարգելի հայրենակիցներ, ուզում եմ որ մենք միշտ լինենք միասին, մենք սիրենք եւ հավատանք մեկս մյուսի, քանի որ դարը հաղթանակի դար է եւ մենք միասին է որ պիտի հաղթանակենք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Տեսում։ Հրահամ տապակա, հավի կրծքամիս 300 գրամ, սպանախ 50 գրամ, դեղց 1 հատ, կոնյակ 50 գրամ, ձեթ 30 գրամ, աշտարակ սոուս 30 գրամ, աղ, պղպեղ, բարյախորշակ